Եվրոմեդիա 24-ի արգելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ պրոյեկտի շրջանակներում ձևավորված նոր հարթակի հաղորդմանը, այսօր լինելու է հանրային քննարկում, բայց մենք այն անվանում ենք մեծ քննարկում եւ այսուհետեւ դուք ամեն շաբաթ տեսնելու եք այս մեծ քննարկումը տարբեր քաղաքական գործիչների, փորձագետների մասնակցությամբ։ Շատ անգամ ասում են, որ մեր հարցերը չեք բարձրաձայնում, մեր մեկնաբանությունները չեք բարձրաձայնում, մեզ ուղարկում են նաև լրագրողներ հարցեր, ուղարկում են փորձագետներ հարցեր, նաև մեր օգտատերերը, մեր քաղաքացիները, մեր հետևորդները, այսուհետև մենք այդ հարցերը բարձրաձայնելու ենք նաև մեծ քննարկման հարթակում, որտեղ որ դուք կլսեք այդ հարցերի ու ձեր առաջ քաշած խնդիրների մասին մեկնաբանություններ։ Այսօրվա մեր թեման վերաբերվում է անվտանգությանը։ Մարդիկ ասում են, որ անվտանգության մասին մարդիկ մտահոգվում են այն ժամանակ եւ այն բացակայում է, եւ դա իրոք այդպես է, երբ որ կա անվտանգություն, մարդիկ չեն խոսում անվտանգությունից, իսկ երբ որ չկա անվտանգություն, մարդիկ անընդհատ այդ հարցի շուրջ են խոսում։ Այսօրվա մեր մեծ քննարկման հյուրերն են Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, Հայաքվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը, Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Շնորհակալություն, որ այցելեցիք մեզ, պարոն Հայկ։ Պարոն Նահապետյան, առաջի հարցը ձեզ եմ ուղղում, նաեւ ասեմ, ես մեր նոր ֆորմատի շրջանակներում մեզ լրագրողներ, փորձագետներ, նաև ինչու՞ չէ, քաղաքացիներ, հետևորդներ, ովքեր հետաքրված են հանրային կարևորագույն հարցերով, իսկ անվտանգության հարցերը շատ կարևոր են բոլորի համար, հարցեր են նաև ուղարկում։ Հայրենակ շատ կարևոր հարցադրում ունենք, որը վերաբերվում է անվտանգությանը եւ մասնավորապես վերաբերվում է Սյունիքի հետ կապված։ Արդյոք մենք ունենք վտանգներ, իրական վտանգներ Սյունիքի հետ կապված, քանի որ տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարության եւ Ադրբեջանի ռետորաբանությունը արևմտյան Ադրբեջան թեմայի շրջանակներում, բայց մի կողմից էլ իշխանությունները ասում են, որ հիմա խաղաղության դարաշրջան է սկսվել, ոչ մի վտանգ չկա, ամեն ինչ նորմալ է եւ այլն եւ այլն։ Հիմա դուք որպես փորձագետ, որպես այս ուղղությամբ բավականին ինֆորմացված մարդ, նաև որպես այդ ոլորտում աշխատած եւ ծառայած մարդ։ Ինչ կարծիքի եք, կան հավանական վտանգներ այսօր կամ կարող են լինել վաղը, թե ամեն ինչ տենց հարթ է գնում, եւ երկրորդը ով է ի վերջո երաշխավորը լինելու Սյունիքի եւ ով կարող է պաշտպանել Սյունիքը, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Ասենք ինչու ենք միայն Սյունիքը լեցնում, Սյունիքը Հայաստանի Հանրապետության մի մաս է։ Եթե վտանգը կա Սյունիքի վրա, վտանգ կա ամբողջ Հայաստանի Հանրապետության վրա։ Վերջին հաշվով Սյունիքը Հայաստանի Հանրապետության ինչ որ մաս է կազմում։ Արձանագրենք, որ Հայաստանը Ադրբեջանի հետ առ այսօր գտնվում է պատերազմի մեջ։ Չհայտարարված օրենսդիր մարմինը իրավական ակտ չընդունած, բայց պատերազմի մեջ ենք մենք։ Որովհետև փորձ արում կնքել սկզբից խաղաղության պայմանագիր, հետո խաղաղության համաձայնագիր, թե դրանք տարբեր բաներ են, ինչևէ։ Այսինքն մենք այդ պետության հետ ունենք չլուծված խնդիրներ, որը ցանկացած պահին, այս պահին հրադադարի ռեժիմ է։ Ընդունենք այսպես։ Ցանկացած պահին կարող է վերաճել ռազմական գործողությունները։ Ավելին ասեմ ձեզ, Հայաստանը մեկ այլ պետության հետ էլ է չհայտարարված պատերազմի մեջ 1993 թվականին Թուրքիայի, որտեղ այն տնտեսական շրջապատում, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ արել է, դա պատերազմի էլեմենտ է։ Եթե դրան էլ ավելացնենք, որ 1992-93 թվականին Թուրքիայի զինված ուժերի երրորդ դաշտային բանակը 3 անգամ փորձ արեց ուղղակի ռազմական տեխնիկա եւ անձնակազմ մտցնել Հայաստանի Հանրապետության տարածք 92-ի մայիսին, 93-ի հուլիսին, 93-ի հոկտեմբերին։ Այս միայն Ռուսաստան Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության կոշկեցվածքի հետևանքով այդ ագրեսիան չեղավ։ Վերջինը Քելվաջարի ազատագրման հետ էր կապված։ Այսինքն այսօր Հայաստանի Հանրապետությունը չհայտարարված երկու պետության հետ պատերազմի մեջ է։ Արձանագրենք դրանից բխող հետևությունները։ Սովորաբար պատերազմի ժամանակ եթե հրադադարի ռեժիմ է, որը փորձ է արվում վերաճել ենթադրենք կայուն երկարատև խաղաղության, պատերազմող կողմերից պարտվող կողմին պետք է մեկը երաշխավոր միջնորդ, որ իր թուլությունը որոշակի առումով կոմպենսացնի այդ միջնորդին։ Մենք այդ միջնորդ ունեինք, հիմա չունենք։ Բա Վաշինգտոնի պայմանավորվածությունն ու արձանագրությունները Վաշինգտոնը ինչ է պայմանագրում։ Ձեր կարծիքով դա ոչինչ է։ Չէ, ինչ է պայմանավորել Վաշինգտոնը։
Ինչ կապ ունի Տրամպի ուղին, որը Զանգեզուրի միջանցքով անցնող ճանապարհը, ես դառնում եմ օրինակ արևի գնահատական ամենաիրատեսականն է։ Ինչ ասել է Տրամպի ուղի։ Դա Զանգեզուրի միջանցքով անցնող ճանապարհը, ավտոմոբիլային երկաթուղ է։ Հիմա ինչ կապ ունի այս խնդիրը Ադրբեջանի կողմից, օրինակ, եթե Ադրբեջանը վաղը բազմամիլիարդ ռեպարացիա փոխհատուցում ուզեց Հայաստանից, ռազմական տուգան կոնտրիբուցիա պարտված երկիրս, ասեց 300,000 փախստական, դա 90-88-91 թվին է դուրս եկել, դրան ժառանգելու 1 միլիոն է, ապահովում ես իրանց վերադարձը, անվտանգությունը, աշխատանքը եւ տանիքը։ Կարող ես անել։ Կամ Հայաստանի Հանրապետությունում առնվազն բնակչության կեսից ավել այս կամ այն ձևով գտնվել է Արցախում։ Մի մասը ինքնապաշտպանական մարտերին ամասնակցել, մի մասը բիզնես արել, մի մասը գնացել է իր հարազատների մոտ, իսկ քանի որ Արցախը օրվա իշխանությունների թեթև ձեռամ 22 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում ստորագրած փաստաթղթի Ադրբեջանի մասը, այդ մարտիկ այլ պետության տարածք ապօրին են մտել, զենք են կրել, ռազմական գործողություններ են մասնակցել։ Եթե Ադրբեջանը 50,000 մարդու ցուցակ տվեց, հետախուզում ասաց այդ մարտիկ իմ երկրի տարածքում իրականացել է տնտեսական գործունեություն, բյուջե հարկ չեն ուծել, անօրինական իմ երկրի սահմանն են հատել եւ զինված խմբավորումների շարքում մի քանի հազար ադրբեջանցի են սպանել։ 5,000-ից ավել այսօր անհետ կորած ադրբեջանցի կա, որի մասին դեպ Ալիևը տարբեր միջազգային այցերներում բարձրաձայնում է։ Հիմա օրինակ Հայաստանը ոնց է չեզոքացնելու, եթե միջնորդ չկա։ Միացյալ Նահանգները միջնորդ չի։ Միացյալ Նահանգները ընդհանրապես խնդիր ունի Իրանի Իսլամական Հանրապետության 42 կիլոմետրանոց Հայաստանի սահմանը փակել։ Որտեվ 144 կիլոմետր սահման կար Իրանը, որտեղ ՆԱՏՕ չկար։ 102 կիլոմետրը դա Կուբատի Զանգելան Ջեբրայել Արաքսի օդներ, 42 կիլոմետրը Հայաստանն է, Ագրակ Մեղրիով։ Այն վերցրեցին ՆԱՏՕ-ը հիմա կանգնած, մեծ հաշվով ՆԱՏՕ-ը։ Հիմա այստեղ է ՆԱՏՕ լինելու։ Դեռ ՆԱՏՕ չկա։ Դե ՆԱՏՕ-ը տնտեսական էֆեկտ եւ այլն զրո է։ Ամանի ամենից տնտեսական, ինչի մասն է խոսքը։ Ընդհանրապես փակում են։ Որտեղ խնդիր կա Իրանում իշխանապողություն իրականացնել։ Երկու փորձ արեցին, ապա պատասխանում են երրորդին։ Այս ժամանակ Հայաստանն է կարող է Հայաստանի տարածքը ռեսուրսները օգտագործել Իրանի դեմ գործողությունների։ Այն Իրանի Իսլամական Հանրապետության, որը առաջին Արցախի ազատամարտի ժամանակ մեր համար կյանքի ճանապարհ էր բոլոր առումներով։ Ով ծառայել է, ով գիտի, այդ նրբությունների մասին չեմ ուզում մտնել։ Այդ Իրանի Իսլամական Հանրապետություն։ Շնորհակալություն, պարոն Իսագուլյան, դուք ինչ եք կարծում, եթե օրինակ ռուսական բանակը հեռանա Հայաստանից, որտեղ շատ տենց քննարկվում է, չէ՞, հարցը տարբեր շրջանակներից, որ դե ինչ ա եղել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, հա, այդ խոսույթը ենթադրում է, որ ինչ որ մի պահի պետք է ասեն օտար երկրների զինված ուժերի ներկայությունը ստեղ, հա, այդքան էլ ընդունելի չի եւ նմանատիպ ինչ որ հարցեր բարձրացնեն։ Դուք հավատում եք, որ այդպես բաներ կլինեն եւ արդյոք եթե լինեն, Հայաստանի անվտանգությունը այդ դեպքում ով է պաշտպանելու եւ արդյոք Հայաստանը կարող է Թուրքիայի հետ հանդիման, հա, այդ սահմանային հարցերում ինքը ինչ որ բան կարողանա անել, այն դեպքում, եթե ես չեմ սխալվում, ահռելի մեծ են եւ ռազմական ծախսերը եւ հնարավորությունները, որ նույնիսկ քննարկելը իմաստ չունի այդ հարցում։ Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա է շարունակվում, ասենք իշխանությունները թքած ունեն սահմանադրության եւ օրենքների վրա, իսկ ընդդիմությունը քնքշորեն ամեն ինչ անի, որպեսզի ինքը շարժվի սահմանադրությամբ, որպես կոչված, ոչ միայն ռուսական բազաները Հայաստանից կգնան, այլ բազաները կփոխարինվեն թուրքական բազաներով։ Եթե ոմանք մտածում են, որ գործող իշխանությունները որևէ կերպ մտածում են Հայաստանի եւ նրա անվտանգության մասին, ապա չարաչար սխալվում են։ Նույն այդ Տրամպի ուղի կոչվածը, եթե նայել եք փաստաթուղթը, այդ փաստաթղթով Սյունիքը հանձնված է Ադրբեջանին։ Եթե չեմ սխալվում, 5-րդ կետն է, վերցրեք եւ նայեք, թե ինչ է գրված 5-րդ կետում։ Եվ այդ ամբողջ փաստաթղթի իմաստը նորից Արևմտյան Ադրբեջանի կապել Նախճեվանի ինքնավար հանրապետության հետ։ Ընդ որում, դրան գումարում է նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ շեշտեց, թե երկաթգիծը որտեղով կանցնի, ավտոճանապարհը որտեղով կանցնի, գազամուղ նավթամուղը որտեղով կանցնի, էլեկտրականությունը որտեղով կանցնի, տան գրկում էր ամբողջ մինչև Վայոց ձորի վերջը տարածքները։ Հենց որ այդ վեճը, որ այսօր Հայաստանում ընթանում է, աբսուրդ է։
Եվ եթե մենք մտածենք, որ այո, չի բացառում, որ Ռուսաստանը իր շահերից ելնելով եւ վերջերս դա բարձրաձայնում է, ճիշտ է, առայժմս, հա, այսպես կոչված ինֆորմացիոն դաշտում, որ կարող է նույն օպերացիան անել Հայաստանում կամ ընդհանրապես Անդրկովկասում այդպես արել, ոնց որ արեց Ուկրաինայում, եթե դա սպառնա արդեն իր անվտանգությանը։ Բայց նորից եմ կրկնում, եթե այս իշխանությունները շարունակեն այդպես անօրեն գործունեությունը եւ դա չկանխվի մեր ժողովրդի կողմից, ապա ռուսական բազաներին կփոխարինեն թուրքական բազաները։ Նորից եմ կրկնում, դա կարող է ծանր հետևանք ունենալ Հայաստանի Հանրապետության համար, բայց արդեն այդ հետևանքները ոչ թե բխելու են մեր շահերից կամ այսպես կոչված մեր իրավունքներից, այլ զուտ Ռուսաստանի Դաշնության շահերից ու իր իրավունքներից, որ ինքը թույլ չի տա, որ իր անմիջապես հարևանությամբ ձևավորվեն նման ուրեմն կառույցներ։ Դրա մասին շատ պարզ հիմա հայտարարում է։ Տրամպը օրինակ հայտարարեց, չէ՞ որ Կովկասը Պուտինի տարածքն է։ Գիտեք, հայտարարելը մի բան, հիշում եք 14 թվականին Մինսկի խմբի հետ կապված, էլի Ուկրաինայի հետ կապված խնդիր կար։ Մերկելը եւ ուրեմն մյուս ղեկավարները հստակ ասեցին, որ իրան ժամանակ էր պետք, որպեսզի կարողանան, հա, զինել Ուկրաինան։ Հիմա էլ չի բացառում, որ Տրամպին ժամանակ է պետք ուշադրություն շեղելու համար նման հայտարարությունները, բայց աշխատանքները կոնկրետ տարվում են եւ տարվում են շատ մեծ թափով։ Չի բացառում, ասենք, Իրանի նկատմամբ փորձ արվի եւս մեկ անգամ ռազմական գործողություններ կամ իշխանափոխություն իրականացնել, այնպես որ մեծագույն սիրով ամեն մի հայտարարություն կարող է անել Տրամպը, նրա հայտարարությունները կարող են երեկոյան մեկը լինել, բան առավոտյան մեկ այլ է, հա, կեսօրին ընդհանրապես ուրիշ։ Այդ հայտարարությունը որևէ բան չի նշանակում։ Որևէ բան չի նշանակում։ Եվ Միացյալ Նահանգների համար պետք է անկեղծորեն սա խոստովանել, ցավոք սրտի մեր ժողովուրդը Եվրոմիության եւ Արևմուտքի տեսակետների հետ կապված չի կարողանում գիտակցել մի բան։ Հայաստանը խոչընդոտ է Արևմուտքի համար իր ծրագրերը իրականացնելու Ռուսաստանի, Չինաստանի ու Պարսկաստանի դեմ։ Վաղ մյուս օրը նաեւ Հնդկաստանի։ Այդ խոչընդոտը պետք է վերանա, այսինքն Արևմուտքին Հայաստանը այլևս որևէ հետաքրքրություն որպես այդպեսին չի ներկայացնում Արևմուտքի համար, եւ Արևմուտքը իր այդ ծրագիրը փորձելու է իրականացնել ու միջոցով դա կանի։ Եթե մենք կարողանանք գիտակցել, որ ցավոք սրտի, հա, այսօր Ռուսաստանի Դաշնությունը զբաղված է ուկրաինական խնդիրներով եւ շատ քիչ է ուշադրություն դարձնում հարավին, բայց մի օր այդ ուշադրությունը անպայման սևեռելու է։ Իսկ մենք, եթե ուզում ենք հասկանալ, թե ում շահերի հետ է համընկնում մեր շահերը, պետք է գիտակցենք մի բան. ռուսական, չինական, հա, իրանական, ոչ թե որովհետև իրանք մեզ ավելի շատ են սիրում, քան ինչ-որ մեկը։ Ուղղակի իրանց համար պետք է Հայաստան, որը խոչընդոտելու է այն ծրագրին, հա, պանթուրքիզմի, որի իրականացման համար Արևմուտքը եւ Եվրոպան որևէ բան չեն խնայում։ Շահերը համընկնում է, եթե մենք դա կգիտակցենք, հասկանանք, որ մեր ռազմավարական գործընկեր այս տարածաշրջանում դա առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունն է, երկրորդ հերթին ուրեմն Չինաստանն ու Պարսկաստանը։ Շատ կարևոր է գիտակցենք, թե չէ դա արդեն մեր խնդիրը։ Պարոն Սողոմոնյան, մի այսպեսի հարցեր են մեզ ուղարկում, նայեք, եթե հայկական բանակի վրա ծախսվում է մեկ զինվորի վրա, հա, 3.4 դոլար, Ադրբեջանը ծախսում է 34 դոլար, մոտավորապես, չգիտեմ, այս տվյալները ոնց են անա, բայց 10 անգամ ավել մոտավորապես, հա, չգիտեմ։ Եթե մենք այսօր նայում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի այս ռազմական բալանսի իրանց կողմից ավելացումը եւ իրենց այսպես ասած ավելի ուժեղ լինելու գործոնը, դուք ո՞նց եք կարծում, Հայաստանի բանակը, Հայաստանը ինքը կարողանալու է դիմակայել այդ դժվարությունները եւ երկրորդը, որ պարոն Իսագուլյանին հարցրեցի, կապված ռուսական ռազմաբազաների հավանական դուրսբերման հետ։ Ինչով է փոխարինվելու այդ բազաները եւ ինչ վտանգներ եք դուք տեսնում, օրինակ, քաղաքական ձեր տեսանկյունը, հա, ոնց եք նայում։ Շնորհակալ եմ, կոնկրետ թվերի հետ կապված ես ոչինչ չեմ կարող ասել, ոչ կարող եմ հաստատել այդ թվերը, ոչ կարող եմ հերքել։ Եթե թուրք-ադրբեջանականը համեմատենք իրար հետ Հայաստանի հետ, գուցե այդ 1-ին 10 հարաբերակցությունը ավելի շատ կարող է ճշմարտացնել թվալ։ Համենայն դեպս մի հանգամանք կա, որ
այդ ձեր ասած հարցադրումը հենց օրվա իշխանությունների բերանով հնչում է հետևյալ ձևով, որ ուժեղ ումից այդպիսի հարց է միշտ դնում Փաշինյանը, ասում է մենք որ ձգտում ենք ուժեղության, մենք ուժեղ ենք լինելու ումից, սա մոլորեցնող հարցադրում է, որովհետև չկա աշխարհում այդպիսի պետություն, որ միշտ պահպանել է հեգեմոնիա, միշտ ուժեղ է եղել, ուժեղից է ուժեղն է լինում եւ անվտանգության դիլեման այնպիսի մի կանոն է, երբ որ որևէ պետություն ի վերջո չի կարողանում հասնել այդ անվտանգությանը։ Բայց անվտանգությունը աշխատում է նաեւ ասիմետրիկ հարաբերություններում, երբ որ մի կողմը շատ ուժեղ է, մյուս կողմը թույլ է։ Երբ որ մենք ասում ենք, որ անվտանգության համակարգը փլուզված է եւ նոր էլ խոսվեց միջնորդների մասին, որ այդ միջնորդը չկա, այդ անվտանգության համակարգի կարևոր մասերից մեկն է միջնորդի գոյությունը եւ հիմա քանի որ չկա այդ հարցը իսկապես լեգիտիմություն ունի տալու, այն որ չկա նշանակում է, որ պետք է անվտանգության այդ կարևոր բաղադրիչը իսկապես ստեղծել։ Այսինքն այս տարածաշրջանում կա որևէ հետաքրքրված ուժ, որը ուզում է հակակշռել, որը ուզում է հակազդել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին, ես կարծում եմ, որ կա այդպիսի պետություն։ Այդպիսի պետության հետ տարվում է գործընթաց հակակշռելու համար, ես տեսնում եմ, որ չի տարվում այդ գործընթացը։ Ավելին, երբ որ նայում ենք իշխանությունների խոսույթին, երբ որ նայում ենք օրինակ արտաքին հետախուզական ծառայության զեկույցն ենք նայում, մեզ մոտ ինչ-որ մի անհասկանալի բաներ են առաջանում։ Կարծես թե այսօրվա մեր գլխավոր խնդիրը անվտանգության հետ կապված հիբրիդային ինչ-որ պատերազմներ են։ Կարծես թե մեր այսօրվա խնդիրը հիմնականում գալիս է Ռուսաստանից կախում ունենալ չունենալու հարցին է վերաբերում։ Բայց երբ որ օրինակ ժողովրդին ենք հարցնում, ժողովրդի շուրջ մեջ հարցումներ ենք իրականացնում, մարդիկ հստակ նշում են այդ խնդիրը։ Նշում են, որ Ադրբեջան պետության նպատակը վերջին Արար հիմնադրամի հոկտեմբեր ամսվա հարցումներն եմ ես ուզում վկայակոչել, 70%-ից ավելին Ադրբեջանի ցանկությունը, Ադրբեջանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ գնահատում են որպես ցանկություն վերջ դնելու հայոց պետականությանը։ Այստեղ ակնհայտ բան կա, դիսոնանս կա։ Արտաքին բաղադրիչից բացի, ինչքան էլ արտաքին բաղադրիչը թեկուզ տեսականորեն ընդունենք, որ լավ աշխատում է, ենթադրենք դիվանագիտությունը կարողանում է ապահովել, որպեսզի հակազդումը լինի այդ ուժերին, բայց երբ որ մենք չունենք նաև ներքին համերաշխություն, ներքին խաղաղություն, ոչ մի համակարգ նորմալ չի կարող գործառնել։ Այսինքն անվտանգությունը ասածը ինքը շատ կոմպլեքս հասկացություն է եւ պետք չի դրա առանձին, ասենք, բաղադրիչը վերցնենք նայենք։ Իհարկե, երբ որ մենք ասում ենք անվտանգություն, մեր մտքին ամենաառաջինը գալիս է ռազմական ներխուժումը, ռազմական ներխուժումից ապահովությունը։ Դրա հետ կապված էլ մոտեցումներ կան։ Մենք միևնույն ժամանակ տեսնում ենք, որ հանուն քաղաքական նպատակների նկատառումների ասենք ժամկետային զորակոչի ժամկետ է կրճատվում, ռազմական բյուջե է կրճատվում, օրինակ ասենք բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, որ նախատեսել էր 1.5 միլիարդ դրամի ֆինանսավորում որոշակի գիտական մշակումների համար, բայց արդյունքում 35 միլիոն դրամ է ընդհանրապես 1.5 միլիարդից կատարումը 35 միլիոն դրամ է, այսինքն մենք տեսնում ենք, որ պետական կոնկրետ մոտեցում չկա մեր անվտանգության պահանջները իրականում բավարարելու համար։ Իսկ ասիմետրիկ հարաբերությունները պատկերացնելու համար շատ պատկերավոր օրինակ ասեմ, որ ես մի քիչ հաճախ եմ այդ օրինակը կրկնում, երբ որ այնքան ունակ չես գայլին դիմակայելու որպես առյուծ, պետք է գոնե ոզնի լինես։ Եթե չես կարող առյուծ դառնալ, պետք է ոզնի լինես։ Այսինքն դու պետությունը, փոքր պետություններին դա բնորոշ է, այդ ոզնի դառնալ, այսինքն այնպիսի կարողություններ զարգացնել, ես իհարկե չեմ ուզում մանրամասն մտնել փորձագիտական դաշտ ռազմագետի, որովհետև դրա գիտելիքները չունեմ, բայց մոտեցումը քաղաքական հենց դրանումն է։ Դու պետք է շեշտը դնես այնպիսի կարողությունների զարգացման վրա, որ թշնամուտ համար քաղաքականապես անընդունելի լինի քո վրա հարձակում։ Շնորհակալ եմ։ Պարոն Սուրենյանց, Հայաստանը
ինչ անվտանգային վիճակում է այս պայդրությամբ ձեր կարծիքով եւ այս հարցերը, որ մենք քննարկեցինք, եւ Սյունիքը, եւ ռուսական ռազմաբազաները, եւ նաեւ այ հետաքրիր օրինակ բերվեց, հա, Ոզնու օրինակը, այսինքն ստրատեգիապես դու այնպիսի իրավիճակում լինես, որ մարդիկ չուզենան հարձակվեն քո վրա, եւ արդյոք այդ հիբրիդային պատերազմներ կոչվածները կարող են շատ մեծ վնաս հասցնել մեր անվտանգությանը։ Ինչ կարծիքի եք, արդյոք կան այդ խոսույթները, որ այսօր օգտագործվում է, իրոք դա իրականություն է, թե դա քաղաքական բաներով է ներկայացվում, եւ երկրորդը, եթե չի լինում Ռուսաստանի հետ ռազմական ստրատեգիական համագործակցություն եւ Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքականությունը դեպի Եվրոատլանտյան դաշինք, հա, ինչ ենք մենք ակնկալում դրանից եւ ինչ ենք տեսնել։ Դա ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության կամ հենց իր Նիկոլ Փաշինյանի գերնպատակը ոմանք, եթե սխալմամբ համարում են Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության պայմանագիր ստորագրելը, սխալումն է, դա անցյալ է։ Դրա գերնպատակը առնվազն 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներից եղել է հենց երկրի ստրատեգիական կուրսը փոխելը։ Մնացած ամեն ինչը անցյալ է այդ գերնպատակին։ Պարզ ասենք, ռուսական ուղեցրից երկրի դուրս բերումը, միանգամից ասեմ, որ դրա բերումով էլ մեր երկրի անվտանգությունը, անվտանգային համակարգը փլուզված է, որովհետև անվտանգության համակարգը լիստայումով փնտրվող բան չի, որ լիստայում տեղադրես, ինչ-որ մեկն էլ ուզենա անվտանգության, քեզ անվտանգության երաշխիքներ տա, Ես գիտեմ, որ ոչ տրենդային, ոչ մոդայիկ մի բան եմ ասում, այսօր մի երկիր կա, որ անկախ դժվարություններից եւ անկախ իր ունեցած խնդիրներից պատրաստ է քեզ անվտանգության երաշխիքներ տալ։ Լավա դա վատա, դիվանագիտության մեջ նման քննարկում ընդհանրապես անտեղին է։ Կամ միջազգայնագետների մոտ այդ կարգի քննարկումները լավի վատի մեջ չի տեղավորվում։ Կա փաստ իրականություն։ Այդ մի երկիր մի Ռուսաստանի դաշտությունն է։ Իր ստրատեգիական շահերից ելնելով նա ֆորմալ առումով պատրաստ է ստանձնել անվտանգային ինչ-որ երաշխիքներ քո առաջ։ Նիկոլ Փաշինյանը մի անգամ անցած տարի օգոստոսի 23-ին, մի անգամ հենց երեկ բանակի օրվա արդիվ հրապարակած ուղերձում ըստ էության խոստովանել է, որ գնացել է միտում մտածված Արցախի կործանմանը, հենց ստրատեգիական կուրսը փոխելու նպատակով։ Հարցադրումը չանում, երկու պատճառ էր նշում։ Ասում է, ինչի մեզ հենց պարազինությունը չեն տալիս, որ հիմա են տալիս։ Նախ ես խիստ կասկածանքով եմ վերաբերվում իր ցանկացած հայտարարության։ Ես չգիտեմ էլ այդ պարազինությունը իմաստանում ենք, թե չէ իր նկարագրած։ Դա բազմաթիվ հայտարարություններ նրա հետո համոզվել ենք, չէ՞ որ գրոշի արժեք չունեն։ Բայց եթե նույնիսկ ինքը ճիշտ է, տեսեք ինչ վտանգավոր երկու հարց կապակցում է իրար։ Ասում եմ, որովհետև վախում էին, որ մեր իրանց տված պարազինությունը կհայտնվի Արցախում, այն իրական Հայաստանի Հանրապետությունից դուրս տարած կա Արցախի մասին է ասում։ Եվ երկրորդը ասում է ՀԱՊԿ-ն մեզ ոչնչացնելու որոշում էր կայացրել։ Մեր ինքնիշխանությունը բացեք տեքստը երեկվա ու նկարագրում է այդ երկու խնդիրը հաջողությամբ ոնց է լուծել։ Ասում է դե գնացի Պրահա, հստակ։ Իսկ Պրահայի կնքայրերը ովքեր են։ Ովքեր ամենաշատն էին խոսում հայ ժողովրդին աջակցելու մասին բարոյապես։ Մակրոնն ու Միշելը։ Շատ պարզ խոսենք։ Ոնց ոչ հրապարակային խոսքում, ոչ դե յուրե իրենք որևէ երաշխիք անվտանգության Հայաստանին չեն տվել։ Ընդհանրապես մի հատ ուզում եմ մեր հեռուստադիտողը հասկանա, անվտանգության երաշխիքը ի՞նչ է։ Այդ Մակրոնի թվիթն է, թե ասենք Թրամփի Նիկոլիուսին թփթփացնելը։ Անվտանգության երաշխիքը շատ կոնկրետ բան է։ Կա որևէ երկիր, որը պատրաստ է Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ կամ միջամտել պատերազմի, եթե Հայաստանը ենթարկվի Ադրբեջանի, Թուրքիայի հարձակմանը։ Չկա այդ երկիր։ Հիմա արևմտյան, այսպես ասած, փորձագետներն ու գործիչները, երբ որ մենք նման կարծիք ենք հայտնում, ասում են եղել է դեպքեր, հա, եւ Ռուսաստանը, նո Հայաստանի Հանրապետության սահմանների վրա եղել է դեպքեր, չէ՞, Ջերմուկի եւ այլն չեն միջամտել։ Հիմա դրա պատասխանը ո՞րն է։ Դա պատճառ չի, որ անվտանգության համակարգը փոխես։
Որովհետև պետք է հասկանաս ինչի չի միջամտել։ Մեր մոտ մի հատ ժամանակագրությունը խեղաթյուրելու ցինիզմ գոյություն ունի։ Այ ասում են ջերմուկում նախ ասեմ, որ ռուսների եւ ՀԱՊԿ-ին ընդհանրապես բազմաթիվ հարցեր մենք ունենք ուղղելու։ Այնպես չի, որ այս լսանում հավաքվածներս շատ իդեալական ենք համարում այդ անվտանգության համակարգը։ Երևի ռուսական փորձագիտական կամ այլ շրջանակների հետ հանդիպումների ընթացքում շատ խիստ ձևով այդ հարցերը բոլորս էլ բարձրացնում ենք։ Բայց ժամանակագրային խեղաթյուրում կա։ Իրանք ասում են ջերմուկում եւ մյուս տեղերում ռուսները անտարբերություն ցուցաբերեցին, դրա համար մենք սկսեցինք լիստեյմով անվտանգության համակարգ փնտրել։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ստում են իրանք։ Հայաստանը անվտանգային ստրատեգիական կուրսի փոփոխության քաղաքականությունը սկսել է 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներից։ Ժամանակագրությունը իրանք սուտ են ներկայացնում։ Հայաստանը արդեն ստրատեգիական 2021 թվականի դեկտեմբերին Միշել Հովանու ներքո առաջին հանդիպումն է տեղի ունեցել Եռակոմ։ 2022 թվականի փետրվարին մի հատ էլ է հանդիպում տեղի ունեցել։ 2022 թվականի ապրիլի սկզբին հեռախոսազրույց եւ այլ բաներ է տեղի ունեցել, որից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ազգային ժողովում 2022 թվականի ապրիլի 14-ին։ Մայիսի վերջին։ Եվ հրապարակավ հայտարարել է, որ ինքը միջազգային գործընկերներից հորդոր է ստացել Լեռնային Ղարաբաղի հարցում նշաձողի չեսնելու։ Հիշում եք, չէ՞ ելույթը։ Լեռնային Ղարաբաղի հարցում նշաձողի իջեցնելը ի՞նչ է նշանակում։ Նշանակում է նոյեմբերի 9-ի Եռակոմ հայտարարությամբ ամրագրված ստատուս քվոյի խարխլում, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պարտված երկրի համար ամենաբալանսավորված փաստաթուղթն էր, որ հնարավոր էր ստանալ։ Ինչու՞։ Որովհետև կասկածի տակ չէր դրվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Արցախի հայկականությունը, իսկ կարգավիճակի հարցը թողնված էր հետոին։ Այդ բանը փաստաթուղթը կազմված էր հենց դրա վրա։ Փուլային լուսման տրամաբանություն էր դրված, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում էր ապագային։ Հենց դու այդ դետալը քաշում ես, ամբողջ անվտանգային համակարգը նոյեմբերի 9-ով պայմանավորված փլուզվում է։ Հետևաբար Հայաստանի իշխանությունը առնվազն ապրիլ ամսից 2022 թվականի գնացել է միտումնավոր նոյեմբերի 9-ով հաստատած ստատուս քվոյի փլուզմանը, այդ քայլը անելուց հետո դաշնակցից համարժեք վերաբերմունք ակնկալելը, մի րոպե մի բան ասեմ։ Ենթադրենք օրինակ Մեքսիկան անվտանգային գլոբալ հարցերում համարձակվի Միացյալ Նահանգների կարմիր գծեր տրորել, ինչ կլինի Մեքսիկայի հետ։ Ինչ որ եղավ Վենեսուելա։ Ավելի վատ բան կլինի։ Հավատացնում եմ ձեզ։ Հիմա դու ուզում ես մի հատ անվտանգության համակարգ խալխլես, այսինքն Ռուսաստանի գերիշխանությունը Հարավային Կովկասում դնես կասկածի տակ, հետո ակնկալես իրանցից շատ ջերմ վերաբերում, չի լինում նման։ Միջազգային հարաբերություններում նման բան չի լինում։ Եվ վերջին միտքը ասեմ, թերևս այս մասով այդքանով վերջացնեմ։ Շատ պարզ էր, որ եթե դու Ղարաբաղը փուրն ես տալիս, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը չի վերանում, փոխակերպվում է հարթակ դարձնելով Սյունիքը։ Այսինքն այդ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը դրսևորումներից մեկն է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Ինքը միայն Լեռնային Ղարաբաղի խնդիրի չէ, եթե չկա Լեռնային Ղարաբաղը, առաջի պլանը գալու Սյունիքը, դրանից էլ ծնվում է Արևմտյան Ադրբեջանի այդ թեզը, որը ընդհանրապես երևի գործընկերներս կհամաձայնվեն էքսպանսիայի նոր դրսևորումը, դա ժողովրդագրական էքսպանսիայի պետական քաղաքականությունը Ադրբեջանի կողմից որդեգրված։ Էսա անվտանգային համակարգը մեր գտնված զրոյական վիճակում է սպայել։ Պարոն Նահապետյան, ՀԱՊԿ-ի հետ կապված մենք երկար ժամանակ սառեցրել ենք մեր հարաբերությունները եւ ոչ մի որ զորավարժության ենք մասնակցում, ոչ նիստերի, ոչ մի միջոցառման, ոչ մի բան չկա մի խոսքով։ Հիմա ոչ այնա դուրս ենք գալի, ոչ էլ հետ ենք վերադառնում։ Հիմա ըստ ձեզ, այս վիճակը ինչքան է շարունակվելու եւ
Հապկի վերաբերյալ շատ են քննարկումները, հարցերը եւ այլ, բայց եթե հապկը վատ երաշխավոր է, վատ ռազմական միավոր է, որի անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, ինչի չենք դուրս գալու։ Բանալ որ ասում ես իրանք պետությունը ոչնչացնելու որոշում են կայացրել 2022 թվականի սեպտեմբերին։ Եթե տենց է, ինչի չենք դուրս գալի։ Եվ եթե տենց չի, ապա ինչ է հապկը եւ վերադարձը դեպի հապկ ոնց եք պատկերացնում, եթե դա հնարավոր է, եւ ինչ է տալու մեզ հապկը, եթե մենք վերադառնանք այսքանից հետո։ Նախ ձեր Դուրս չգալու, էլի, ասես ասեմ։ հարցի առաջին մասը ինչու դուրս չեն գալիս, դիմեք օրվա իշխանություններին, ինչու դուրս չեն գալիս։ Թող գրեն դուրս գան։ Պատճառը թույլ կտակ ասեմ։ Մի օպե, պարոն Նահապետյան։ Չէ, ես պարոն Նահապետյանին լրացնող բան ասեմ ուղղակի։ Բան չի ասա, ինչ է։ Ուրեմն, այ ինչու դուրս չեն գալիսի պատասխանն։ Ուրեմն ես անձամբ Արևմտյան մի հատ դիվանագետից տետատետ հանդիպման ժամանակ այդ հարցի պատասխանը ստացել եմ։ Ասել եմ մենք թույլ չենք տալի Նիկոլ Փաշինյանը գնա այդ քայլին, որտեղ պատրաստ չենք ստանձնելու Հայաստանի անվտանգության պատասխանատվություն։ Պատտատվել է Արևմտյան։ Պարոն Նահապետյան, խնդրեմ։ Նախ հապկի հետ կապված, երբ իդեպ Սուրեն Սուրենյանցը բական ճիշտ դիտարկում արեց 3 Facebook-յան իր էջում այդ ստատուս հորգերը, իդեպ դա հաղորդում է հանցագործության մասին, ասում ձեզ, որտեղ ինքը հիմնավորում է, թե ինչու է Արցախը հանձնել։ Հիմնավորում է իբր հապկը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում ինչ-որ դեպքեր է եղել, բախումներ, լոկալ, հապկը չի միջամտել։ Քանի որ չի միջամտել, մենք էլ արևմտյան գործընկերների հետ որոշել ենք, քանի որ հապկը երաշխավոր չի, մենք էլ որոշել ենք Արցախը հանձնել, որ Ադրբեջանը մեր նկատմամբ ռազմական գործողություն չանի։ Գինը ինքը հաղորդում է տվել 3 էդ իր ստատուսում հաղորդում է տվել հանցագործության մասին իր որոշումներով։ Հիմա հապկի հետ կապված թե հապկը ինչ է կամ ինչքանով է երաշխավոր։ Մի ժամանակ երբ որ Իջևանի սահմանում, որտեղ ես ծառայել եմ, երկու կրակոց էր լնում, ընդդիմադիր Փաշինյանը փրփուրը բերանին հիստերիկ կնոջ ձայնով գորգորում էր, ասում էր ինչու հապկը չի միջամտում։ Եղբայր, այդ կրակոցներին ջոկերներ միջամտում, դասակները, վաշտերը, գումարտակները, գնդերը, պաշտպանական շրջանը, պաշտպանության նախարարությունը, այսինքն ինչքան պաշտպանական բնագծեր կա, չէ՞, մի կրակոցին ովքեր կարող են միջամտել, պահել։ Ինչին է բանանում արձագանք։ Հիմա հապկը տեղ պետք չլինի, արգելիս։ Պատվիրակություն չէ, չէ՞։ Մի վարքյան։ Հայաստանը դիմում է հապկին, ինչով է դիմում։ Կա խորհրդատությունների հոդված եւ կա երբ որ դու կանչում ես հանձնաժողով տեղում իրավիճակը ստուգելու որոշում կայացնելու, ասում ես ագրեսիա է։ Հայաստանը առաջին անգամ Սև լճի շրջանում ինչ որ եղել է, Հայաստանը դիմել է խորհրդատությունների, այսինքն Հայաստանը ինչ որ փաստեր է ուղարկել, ասել է գնահատեք։ Սա առաջինը սա է։ Ինչ վերաբերում է այդ ժամանակ հապկը չէր կարող որոշում ընդունել զինված ինչ որ միջամտություն։ Երկրորդը ջերմուկի դեպքերն է։ Ուրեմն ջերմուկի դեպքերի ժամանակ 4 հոդվածով է դիմում Հայաստանը։ Հիմա հապկի խորհուրդը, շտաբի պետերի խորհուրդը ինչ որոշում է կայացնում։ Կարգը ո՞նց է։ Ըստ գործող ճանապարհային քարտեզի։ Գալիս է հապկի շտաբի պետերի ղեկավարը մասնագիտական խմբով։ Տեղում ուսումնասիրելու։ Որ հասկանան ինչքան պետք է օգնեն, ինչով պետք է։ Եղել է առաջին, եղել է արդյոք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտում եւ ագրեսիա գործողություններով Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս անձը գալիս է, խումբը աշխատում է, Հայաստանի պատկան կառույցներից քանի օքի է այդ հանդիպում։ Ոչ մեկ, թողում գնում է Մոսկվա։ 2 օր հետո գալիս է հապ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Այդ խմբի աշխատանքային խմբի փաստերի հիման վրա գալիս է տեղում որոշում կայացնելու։ Ոչ Փաշինյան Նիկոլը, ոչ Պապիկյան Սուրոն չեն հանդիպում հետը։ Սա է իրականությունը։ Եվ սա որից է մեկը չի կարող հերքել։ Հիմա հապկի մասնակցությունը, հապկի ինչ է ասում։ Ասում ես թե համոզվեմ, որ եթե Ադրբեջանի կողմից ագրեսիա եղե, դա ՀՀ տարածք է։ Ճիշտ է, շատ տրամաբանական է։ Հակառակ դեպքում այս 91 թվականից առ 2018, առ 2021, 22, 23
24 թվականները զինված ուժերը մեր եւ Ադրբեջանի բարձունքներ վերցնելու համար որոշակի սահմաններ խախտում են արել եւ մեր կողմից կա եւ Ադրբեջանի կողմից։ Դա նորություն չի։ Այսինքն եւ մենք ենք իրաց տարածք մտել, իրանք էլ մեր տարածք են մտել։ Յուրաքանչյուրը փորձել է բարձունքներ վերցնել, որտեղ առավելություն ունենա։ Հիմա հապկի համար կարևորը ո՞րն է, որ ինքը գնահատի Հայաստանի տարածք մտել են թե չեն մտել։ Ճիշտ է։ Հիմա եթե Փաշինյանը ասում է 20 ուրեմն 3 թվականն է, չէ՞, 22-ին հոկտեմբերի 6-ին Ալմատի հռչակագրի սահմաններ, որտեղ սահմաններ գոյություն չունի։ Դելիմիտացիա դեմարկացիա Հայաստանը եւ Ադրբեջանը 80-ականների վերջերն են արել։ 87-88 եղել են եւ բաները կան այդ կետերը, որտեղ որ սահմանային գծանշումներ ասելով այդ բաները, սյունները խփած կան։ Մի մասը հողի մեջ բական խորությամբ։ Հիմա սա ինչի համար եմ ասում։ Հատկի գրպանը գցելը հեշտ է։ Եղբայր, դու եթե չես կարող քո երկրի սահմանը պաշտպանել, իսկ փաստացի դուրս է գալիս, որ չեն կարող։ Ջերմուկի դեպքերը գոնե ցույց տվեց, չէ՞։ Ընդ որում, ստորության չափը նայեք։ Ջերմուկի առաջ խաղացումը, երբ որ ադրբեջանցիները ինչ էին ուզում փորձեն, ջերմուկից ինչու էին հարձակվում։ Մի կողմից էլ Նախիջևանց էին խփելու, գալուց էին M4 միջպետական ճանապարհի վրա հատվեին, հյուսիսից եւ հարավից, Հայաստանը երկու մասին բաժանելու։ Ով կանգնեցրեց։ Ինձ օրինակ հետաքրքիր է։ Հայաստանի օրվա իշխանությունը ինչու ձայն չեն հանում, ով կանգնեցրեց։ Ռուսաստան Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլու խոսնակը Զախարովան քաղաքական իշխանության կողմից խիստ սիրված տիկինը հրապարակավ ասեց այո մենք ենք կանգնեցրել եւ իրականություն գիտեք որն է որ դա կանգնեցել է 102 բազայի զին անձնակազմը լրիվ պատահականությամբ բարձում է այդ անձնակազմը այդ գործողության առաջին օրը երեկոն դուրս է գալիս Հայաստանի հարավ եւ հարավ-արևելյան սահմանների տեսարժան վայրեր նայելու տեխնիկայով անձնակազմով ամուշ բազան երկրորդ պաշտպանական բնագիծ է բռնում դա համար ադրբեջանցիները հասկանում են որ թե իշտեն միջպետական ճանապարհ հանդիպել են ռուսներին իսկ դա արդեն երկու պետությունների կոնֆլիկտ է այդ արդեն Հայաստան-Ադրբեջան չի հետաբար երբ մենք որից մեկին պատասխանության ենք կոչում սա պետք է իրավական հիմքեր ունենանք իսկ բուն նպատակ ես կրկին անգամ համակարգ եմ Սուրենյանցի ասացի բուն նպատակը գիտեք որն է եղել իրականում այս ամեն ինչի Ադրբեջանին հնարավորություն տալ Արցախը ուժով վերցնել երկրորդ անգամ ինչու որտեվ առաջին անգամ երբ Ադրբեջանի նախագահ միջազգային հանրությանը տարածաշրջանում շահունեցող երկրներին հիմնավորում էր ինչու ինքը պետք է պատերազմանի առանց նրանց այսպես ասած թույլտվությամբ մեր տարածաշրջանում պատերազմ չէր լինի վստահաբար եմ ասում Ադրբեջանի նախագահով էր որ տարածաշրջանում պատերազմ սկսել իսկ ինքը ինչ էր հիմնավորում որ Հայաստանի օրվա իշխանությունները ամբողջովին փակուղի են մտցել բանակցային գործընթացին այդ քիչը գնում է Ստեփանակերտում կանգնած ասում է Արցախը Հայաստանը վերջ եւ ավարտեմ միտքս այս շատ կարեւոր է Ալիևը սկսեց իր 7 շրջանների ազատագրման գործողությունը որի անունը դրեց հայնական պատերազմ ճիշտ է իսկ հիմա երկրորդի ժամանակ երբ որ 23-ի սեպտեմբեր ինքը պիտի սկսեր խոչընդոտ ուներ 4 երակոմ հայտարարությունը, որի տակ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրությունը ինքը չէր կարող երկրորդ անգամ պետք է հիմնավոր ինչու պատերազմ։ Այդ հիմնավորումը տվեց Փաշինյան Նիկոլը, ինչպես Պրահայում, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, Ալիևը միջազգային իրավունքի բոլոր նորմերով հիմնավորեց, որ իմ երկրի տարածքում ինչ գործ ունի զինված անձի, զինված խմբավորումը, որոնք ահաբեկիչներ են, եւ երկրորդ ռազմական գործողությունը 22 սեպտեմբերին Ալիևը հիմնավորեց, որ դա հակահաբեկչական գործողությունն է։ Եվ այսօր որ մեր ղեկավարները ռազմաքաղաքական դատում են, իրանք չեն դատում որպես ռազմագերներ, որտեղ ռազմագերները միջազգային կոնվենցիաներով բավական իրավունքներ ունեն։ Իրանք դատում են որպես ահաբեկիչներ։ Այս է իրականությունը։ Պարոն Իսագուլյան, հիմա հապկի թեման շարունակելով սենց հարց տամ։ Ո՞րն է հապկի այլընտրանքը, եթե ոչ միտեղ Հայաստանին չեն պատրաստվում ընդունել, առավել եւս ՆԱՏՕ-ում, եւ չկա նման խոսակցություն, չկա նման, ոնց որ ասած, հրավերներ, չկա նման հարց, բայց սենց ասենք հապշտապ սառացնենք, հետո դուրս գանք, բայց հետո ուր ենք գնալու։ Ինչա, կարծում եք ՆԱՏՕ-ն իր դռները կբացի Հայաստանի առաջ։ Դա ասեմ հետեւյալ, բացի մեզանից, երևի հայ ժողովրդից, մեր վերլուծաբաններից, մեզնից քաղաքագետներից, իբրև թե հա, կուսակցությունների ղեկավարներից
ամբողջ աշխարհը գիտի ինչ է տեղի ունենում, մենք քննարկում ենք թե ոնց կարող է լինել եւ ոնց պետք է լինի։ Հապկից դուրս գալը որոշված է մինչև 18 թվականը, երբ որ պատրաստում էին Նիկոլին բերել իշխանություն։ Արցախը հանձնել է որոշված էր այդ ժամանակ։ Սյունիքը հանձնել է որոշված էր այդ ժամանակ։ Որ մենք հապկից դուրս գանք որոշված էր այդ ժամանակ։ Ամեն ինչ որոշված էր։ Այս մարդուն բերել են իշխանության, որ ինքը իրականացնի այդ քաղաքականությունը։ Մենք հիմա սկսում ենք քննարկել, թե ինչու։ Ասում եք հապկ։ Հասարակ բան։ Էյվազլու, մեյվազլու։ Հիշում եք որ ճանապարհը Գորիս Ղափան ինքը հանձնում էր։ Հապկի ինչ կապ ուներ, ինքն էր չի ասում, որ դա նրանց տարածքն է, որ մեր ճանապարհը անցնում է տեղով։ Մարդը հայտարարում է։ Փոխարակ դրա փոխարեն ենթարենք, եթե չէր ուզում նույնիսկ այդ ճանապարհը, կար արդեն սահմանագծում եւ սահմանազատում հայ-ադրբեջանական սահմանի։ Նույնիսկ եթե ինքը հեվում է Ալմաթի, այսպես կոչված իր, ասում եք ձեր եթերում հայոյել չի կարելի։ Հասկանում եք, հիմա մարդիկ թող գնային, կային վկաններ, կային մարդիկ, ովքեր մասնակցել էին, կտանեին այդ բաները, հա, իրանց այսպես կոչված սյուները ցույց կտային։ Մարդը չարեց, միանգամից հայտարարեց, որ այդ ճանապարհը, ընդ որում, դեռ ռուսական զորքը այնտեղ կանգնած էր։ Ես այդ ճանապարհով գնացել եկել եմ։ Բարոն Հրանտ Բագրատյանի հետ Քարոզ Արշավի ժամանակ։ Հենց այդ ճանապարհով շատերը վախենում էին, մենք ասիկ չէ, մեր նկարանող խմբով այդտենց են գնալու գանք։ Ռուսները դեռ կան, հետո ռուսներն էլ հանեցին, չէ, զորքինը տեղից, որ ընդհանրապես այլևս որևէ մեկը չհամարձակվի այդ ճանապարհով գնալ գան։ Մարդը գիտակցաբար հապկին հանում է, ինքը ասում է, որ այդ բարձուկները մեզ պետք չեն, այդ լիճը մեզ պետք չի, հետո մեղադրում թե հապկի ինչու բան չի անում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում դու հանձնել ես Սյունիքը։ Հիմա ամեն ինչ պետք է անես, այդ որ երեք այդ մի մորուքավոր կար, որ Հայաստանում արտգործնախարար են ասում։ Ինչ էր արդարանում, որ այստեղ իմ գոլեգաներից մեկը դա հայտարարեց միջանցք, ախր դուք կարդացեք այդտեղ ինչ է գրված։ Եթե այդ մարդը տխմար չի ու հայերեն հասկանում է, կկարդա որ այդտեղ գրված է, որ այդ տարածքը հանձնված է ընկերներ եւ այնտեղ մի ձևակերպում կա, որ այլևս նոր տարածքներ վերցնելու համար Ադրբեջան պատերազմ պետք չի։ Եթե մարդը կամովին տալիս է դու ինչ ես այդ պատերազմը վարում։ Դուք ասում եք օրինակ բանի ժամանակ 44 օրյա պատերազմ։ Ռուսաստանը ուղարկում է բավական չևեկան, տենց ասենք, այդ մասնավոր զինվորական 3 հորոքանոց խումբը գալիս է Հայաստան, ես եմ ուղեկցել մինչև Գորիս։ Այդ գնդապետի գլխավորությամբ։ Այդ պահին, որ մենք հասել ենք այնտեղ, Հայաստանի ազգային ժողովը օրենք է ընդունում, որ վարձկանները իրավունք չունեն եւ քրեական պատասխանատվություն է դրանց համար սահմանում։ Պատերազմի ժամանակ ազգային ժողովը ուրիշ խնդիր չուներ, ընդդիմությունն էլ ուրիշ խնդիր չուներ, տենց օրենք բացեք նայեք։ Եվ այդ մարդիկ ընդեղից հետ դարձա։ Դեռ նոր հələ Հադրութի այդ գործողությունների բաններ գնում։ Այսինքն այս մարդիկ ամեն ինչ իրանք նախորոք պայմանավորված թուրք-ադրբեջանական տանդեմի ու արևմուտքի հետ անում են, հետո փորձում են մեղավոր գտնել իդեմս Ռուսաստանի դաշտության։ Ընկերներ, ասենք մարդը պիտի ամոթ ունենա, մարդը պիտի նամուս ունենա, սրանք ոչ ամոթ, ոչ նամուս, ոչ էլ ինքնասիրություն, գոնե ինչ որտեղ ճիշտ բան ասեն։ Եվ մեր հայ ժողովուրդը ցավոք սրտի նաև մենք ընկել ենք Նիկոլի ստորությունները ստերը սրբագրելու։ Ախր այդ ամեն ինչ, տեսեք, հունվարի 27, հանկարծ որոշեցին այդ օրը ինչի օր։ Միջազգային ասպարեզում դա հոլոկոստի օր է։ Ինքը ուզում է դրա տակ անցկացնել, իրան չեն հետաքրում այդ մեր զոհերը։ Ինքը թքած ունի այդ զոհերի վրա։ Բայց հարկավոր էր որ ժողովրդի մոտ տպավորություն չէ, հունվարի 27-ը հոլոկոստի օրն է, միջազգային օրեն ճանաչված։ Եվ այդ օրը բանը նշում են որպես հոլոկոստի հիշատակի օր։ Ինչ կապ ունեն մեր զոհերը հոլոկոստի հետ։ Բայց ինքը դրա տակ հեսա սղացնի, որ ժողովուրդ ես Ալիև ջան, հոլոկոստի օր եմ բան արել, ձեր հետ ինչ կապ ունի։ Այդ զոհերը ջայնամ թե դե չեն մեռել։ Գորի, ասում եմ, մի խոսքով մենք տեսնում ենք, որ հարցս եւս այդ ինչ ասցիք իհարկե, որ ասում է այդ հարցի մեջ է, բայց ուր են գնալու։ Լավ, մարդը մեզ դուրս Արևմտյան Ադրբեջան է դարձնում։ Դառնալու ենք Արևմտյան Ադրբեջան։ Okay, պարոն Սողոմոնյան։ Առանց հայերի։ Պարոն Սողոմոնյան, համաձայն եք այս գաղափարի հետ, որ հապկի գնալուց մենք դառնում ենք Արևմտյան Ադրբեջան ու առանց հայերի։ Առանց հայերի կա նման մտավախություն ձեր մոտ։
Եկեք հասկանանք ՀԱՊԿ-ը Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցությունը լեգիտիմացնող, այսպես կազմակերպություն է։ Դա այդ կազմակերպության մեջ հարաբերությունները հավասարի հարաբերություններ չեն, այդ հասկանալի է։ Միևնույն ժամանակ եկեք անընդհատ աչքներս չկտրենք մեր տարածաշրջանի քարտեզից։ Տեսնենք մեր տարածաշրջանում որ պետություններն են, որ կատաղի կռիվ կարող են տալ իրենց ազդեցությունը պահպանելու համար։ Երբ որ մենք այս մտայնությունով ենք առաջնորդվում, մենք ես նաև ուզում եմ ասել, որ իմ գործընկերների գնահատականների հետ էլ համաձայն եմ ՀԱՊԿ-ի հետ կապված այս խաղերը ինչի համար տեղի ունեցան։ Հասկանալի է դառնում, որ այո, ՀԱՊԿ-ից հրաժարվելը մեծագույն աղետներ, որ բերեց մեր երկրի գլխին։ Հիմա միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ Ռուսաստանը գտնվում է նաև ժամանակավոր նահանջի մեջ, նրա էներգիան, նրա ուժերը կենտրոնացած են ուկրաինական ուղղության վրա։ Միևնույն ժամանակ Իրանը ներքին խնդիրների մեջ ներքաշված է եւ օբյեկտիվորեն դժվարություններ, նաեւ օբյեկտիվորեն են այդ դժվարությունները առաջացել, թեև կարելի է ժամանակին այդ քաղաքականությունը ճիշտ վարել եւ ստատուս քվոն չփոփոխել ու չընկնել այս ամեն ինչի մեջ, բայց հիմա որ արդեն ընկել ենք ու հիմա ենք գալիս ենք հարցնում ենք, ասում ենք, բա ինչ անենք, այսպեսի մի բան կարող ենք նաեւ ի նկատի ունենալ։ Այսօրվա աշխարհակարգը այնպեսին է, որ մնայուն դաշինքներ չկան։ Մենք նույնիսկ տեսնում ենք ՆԱՏՕ-ն այսպես պառակտման եզրին կանգնում Գրենլանդիայի հարցի հետ կապված։ Եվ այսօրվա աշխարհին, որտեղ որ անկայունությունը շատ է, բնորոշ են իրավիճակային բնույթի դաշինքները։ Երբ որ մի փոքր պետությունը չի կարողանում ինչ որ մեծ պետության outsource անել իր անվտանգությունը, այսպես ասենք, ինքը պետք է առանձին բաղադրիչներ տարբեր պետությունների հետ փորձի։ Այդպիսի պետություններ ունենք, թե չունենք։ Այո, ունենք այդպիսի պետություններ։ Այդպիսի պետություն, օրինակ, ասենք, Հունաստանը կարող ենք դիտարկել, այդպիսի պետություն կարող ենք Ֆրանսիան դիտարկել ինչ-որ առումով, կարող ենք դիտարկել Իրանը, կարող ենք դիտարկել Հնդկաստանը, որոնց հետ կարող ենք ունենալ հարաբերություններ եւ անվտանգային փոքր բարձիկներով փորձել ապահովել։ Բայց նույնիսկ եթե էդ էլ չլինի, մի կարևոր, նույնիսկ եթե Հայաստանը արտաքին քաղաքականություն անգամ չվարի էլ, մի պարզ բան պետք է հասկանանք։ Եթե մենք գտնվում ենք այսպիսի վտանգավոր վիճակում, ապա ինչի ենք մեր հասարակության ներսում խարխլում ամեն ինչ, ներհայկական ատելությունը բորբոքում, եկեղեցու թեման ենք այսպես առաջ եկեղեցու արշավ ժողովրդին բաժանում ենք երկու մասի փաշինյանականների Դե դա էլ հոգևոր անվտանգության հարցն է։ Բա իհարկե, որովհետև մենք անվտանգությունը մենակ ռազմական իմաստով չպետք է տեսնենք, կամ տեղեկատվական անվտանգության հետ կապված ինչքան հոսքեր են գալիս, այդ հոսքերը պետության կողմից կառավարվում են, չեն կառավարվում, ոչ թե կառավարվում են, այլ քաղաքական նկատառումներով ուղղորդվում են։ Այսքան քաղբանտարկյալները որ ունենք եւ հասարակության մեջ միշտ սեպեր են խրվում, նոր այդպես ատելության օջախներ են ծնվում։ Շնորհակալություն։ Պարոն Սուրենյան, ձեզանով եզրափակեն, քանի ժամանակը լրանում է, ինչ ապագա է սպասվում առաջիկա 5 տարիներին անվտանգության տեսանկյունից։ Բավականին տխուր արձանագրումներ են կանում, բավականին ոչ լավատեսական, հա, սենց ինչ որ կանխատեսումներ, դուք կիսում եք այդ կանխատեսումները։ Գիտեք, իրավիճակը իսկապես բարդ է։ Հարաբերս եկեք հասկանանք, երբ սկսվեցին գոյաբանական վտանգները Հայաստանի համար։ Երբ որ Ռուսաստանի դաշտությունը խրվեց ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, ռեսուրսները օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն չբավականացրեցին, որպեսզի հարավային ուղղությամբ իր ակտիվ քաղաքականությունը վարը, առաջացավ վակուում։ Այդ վակումը ցավոք սրտի Հայաստանի իշխանությունը լրացնել չկարողացավ։ Ոչ միայն չկարողացավ, բացարձակապես սխալ խաղադրույք արեց, գոնե գնար ստատուս քվոյի պահպանման ուղղությամբ եւ այլն, ինչ-որ իրատեսական բանով փորձեր Ռուսաստանի ներկայությունը ապահովել, ռիսկերը կառավարել, սխալ խաղադրույք կատարեց, այդ պրահյան գործընթացներ, որը բերեց Արցախի կործանմանը, հետո են մյուս բաները։ Տեսեք, իսկապես լուրջ խնդիր կա։ Ինչ է մեր ռեգիոնում։ Սա մի տարածք է, որը գտնվում է Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի շահերի խաչմերուկում։ Օբյեկտիվորեն, չէ, հարյուրամյակներով այդ բանը կա։ Ցավոք սրտի ձեր հարցի պատասխանը լավագույնս տվել է Հական Ֆիդանը,
հունվարի 8-ին, եթե չեմ սխալվում, մի հատ ծրագրային հարցազրույց էր տվել, որտեղ նկարագրել էր օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանային կոնֆիգուրացիան։ Շատ հստակ երաշտյան բան էր նկարագրել։ Նա հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքի բոլոր խնդիրներում եւ Սիրիայի քրդերի հարցում մենք դա տեսնում ենք ցավոք սրտի, Ֆիդանի ասացի օբյեկտիվությունի նկատի ունեմ, Միացյալ Նահանգների այս վարչակազմն ու Թուրքիան ունեն նույնական դիրքորոշումներ։ Քաղաքագիտական լեզվով սա նշանակում է, որ Թուրքիան հանդես է գալու որպես Միացյալ Նահանգների շահերի օպերատոր տարածաշրջանում։ Այո, նաև Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ազդեցությունը չեզոքացնելու նպատակով։ Նա ասել էր, որ Ադրբեջանը անգնահատելի գործընկեր է Միացյալ Նահանգների համար եւ այդպես էլ կա։ Նայեք, Թրամփ ինչպես է անոնսավորել Բենսի այցը տարածաշրջան, 4-5 տողում բացահայտում է Երևանում ինչ օրակարգը քննարկելու անվտանգների միջավայրի հետ որևէ կապ չունեցող օրակարգ։ Եվ Բաքվում ինչա քննարկելու։ Երկու կետ կոնկրետ ռազմական եւ ռազմավարական համագործակցություն, այո, խոսքը գնում։ Չէ, նաեւ այդ խաղ միջուկային եւ այլն, դա էլ մեր համար ռազմատեխնիկական այստեղ կենացներ։ Այո, այսինքն հա, եւ ըստ այդ հարցազրույցի Ֆիդանի Հայաստանը օբյեկտի կարգավիճակ ունի այս տրանսֆորմացիան բավարարելու ճանապարհով։ Հետևություն։ Նա եթե հիշում եք Եգիպտոսի մի հատ խորհրդաժողովում քաղաքականության մեջ մեկ-մեկ մանավանդ միջազգային հարաբերություններում պատկերները շատ կարևոր են։ Պատկերը երբեմն ավելի շատ բան է բացահայտում ուժերի հարաբերակցության մասին, հա, որ շատ պատկերավոր կադրեր, չէ՞ որ Թրամփը շրջվում է, Ալիևին ասում է Սա այն մարդն է, ում համար այդ օգոստոսի 8-ի համաձայնություններին գնացել եմ ու փորձում է Ալիևի օգնությամբ գտնել չգտնվողին։ Այն հայրենակցին Ալիևին։ Նոկոլոսին։ Հա։ Սա շատ բան է, տիպիկ ձևով նկարագրում, հա, օգոստոսի 8-ը ինչ ստատուս քվո է ստեղծել տարածաշրջանում։ Ահավասիկ ձեր հարցը։ Ռուսական ուղեցերից դուրս գալով մենք հայտնվելու ենք թուրք-ադրբեջանական ակցիայի մեջ։ Օբյեկտիվորեն մենք ենք հրաժարվել դաշնակցից, որը վատն է, շատ վատ է կատարել իր պարտավորությունները, կարող եմ դուր ասում եք վատ է կատարել, կոնկրետ օրինակ բերեք։ Չէ, ես նույնիսկ իրանց վարկածն եմ իմ կընդունում, հիպոթետիկ է։ Բ 2022 թվի դեկտեմբեր ամսից, այսինքն Ռուսաստանից հրաժարվել ենք որպես անվտանգության երաշխավոր, իսկ 2022 թվականի դեկտեմբեր ամսից հրաժարվել ենք նաև միջնորդներից։ Այսինքն այն պետությունների ինստիտուտից, որոնք պիտի մեզ ինչ-որ երաշխիքներ տային, ճիշտ ասվեց իմ գործընկերներից մեկը ասեց, կարծեմ պարոն Նահապետյանը, որ ինչի համար է թույլ երկրին միջնորդ պետք, որ զսպումների հետ առաքելությունը կատարի, այսինքն զսպի ագրեսիվ կողմին եւ քեզ ինչ-որ երաշխիքներ տա։ Մենք ինքներս ենք հրաժարվել։ Հիմա Վաշինգտոնից, որը ձևավորվող նոր անվտանգային նոր ռեգիոնալ ստատուս քվոյի քավորն է, այսպես ասենք, կնքահայրը, շատ հստակ Նիկոլ Փաշինյանին հասկացրել են, որ նա Հայաստանի անվտանգության երաշխիքը։ Ասել են անվտանգության քո երաշխիքը Թուրքիայի եւ Ադրբեջանի պայմաններով իրենց այդ հարաբերությունները կարգավորեն նա։ Հիմա այսօր մեզ սպասում առաջիկա 4-5 տարիներին, ինչ ասեմ։ Ընդ որում մի հատ հատուկ բաներ եմ ուզում ասեմ, եթե այս ընտրական ցիկլում էլ երկրում փոփոխություն չեղավ, հիմա ո՞նց ենք Արցախի թեմայով խոսում անշրջելիության մասին։ Այսինքն եթե այս անգամ էլ փոփոխություն չեղավ երկրում, ինչ որ անշրջելի կորուստներ ենք ունենալու, որ հետո ցանկացած իշխանության համար փոխելը դառնալու է չափազանց դժվար։ Ռուսաստանի տակտիկական նահանջը մի օր կվերջանա, ինքը հետ կգա, բայց հետ կգա ոտատեղ ունենալով անհամեմատ ավելի փոքր Հայաստան։ Ամեն անգամ Աստված մեր նկատմամբ բարեհաճ չի լինելու։ Եթե 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի վերադարձի շնորհիվ Հայաստանի սուբյեկտությունը փրկվեց եւ ավելի մեծ տարածքային, այսինքն Ալեքսանդրապոլի համեմատ ավելի մեծ
տարածքային ամբողջականության մեջ չրճակվեց ինչ-որ սուբյեկտ Հայաստան անունով, այս անգամ կարող այդքան բարեաճ Աստված մեր հանդեպ չլինի եւ Ռուսաստանի տակտիկական նահանջի ավարտից հետո շատ ավելի փոքր Հայաստանի հետ գործ ունենանք։ Շնորհակալություն։ Եվրոմեդիա 24-ի արգելի հետևորդներ, այսօրվա մեր քննարկումը ավարտվեց։ Մենք շարունակելու ենք այս մեծ քննարկումների ֆորմատը, հաջորդ մեր նման քննարկումը նվիրված է լինելու հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող խնդիրներին։ Մենք շարունակելու ենք լսել եւ ականջալու լինել մեր ուրեմն հետևորդների, փորձագետների, լրագրողների կարծիքներին, կսպասենք նաեւ ձեր հարցերը, արձագանքները, որոնք այստեղ կարող ենք բարձրաձայնել եւ Հայաստանի լավագույն փորձագետների, հայտնի քաղաքական գործիչների կարծիքները փորձենք ներկայացնել հանրությանը։ Այսօր հիշեցնեմ մեր հյուրերն էին ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, Հայաքվե նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը եւ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Իսկ մենք կհանդիպենք։